Բարեկամաբար խնդրում եմ, որ նրանք լքեն Հայաստանի Հանրապետության քաղաքական բոլոր պաշտոնները եւ հեռանան, նրանք վնաս են հասցնում, նրանց ընդդիմությամբ հանդերձ, կլսեն այդ բարեկամական կոչին։ Ծիծաղելի է, չէ՞։ Օտար պետություն, որ սկի դու քո քաշով մեկ, որևէ նշանակություն չունես։ Այնքան առհամարած ունեն հայ ժողովրդին, որ այսքան ազգային վիրավոր, դուք նկատել եք առհասարակ, որ մեզ ազգային վիրավորանքներ են հասցնում։ Հիշեցնեմ, որ երբ որ Լեռնային Ղարաբաղը, Արցախը բռնազավթեցին, նրանք ոչնչացրեցին բոլոր տեսակի գերեզմանոցներն ու սրբավայրերը, անարգեցին եւ պղծեցին։ Դա թուք ու մուր էր հայկականության հոգու աշխարհի մեջ։ Հայեր, դուք հասկանում եք, որ դա թուք ու մուր էր։ Էլ չենք ասում նրանց թողտվությամբ սպանությունների մասին։ Դուք հասկանում եք, որ Եռաբլուրը թուք ու մուր է մեր երեսին, խարան է մեր երեսին։ Հասկանում եք։ Նրանք առհամարած ունեն մեզ, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ մեզ։ Առհամարած ունեն, բայց նաև կարճած են Հայաստանից, պարոն Սիմոնյան, կարելի է այդպես ասել։ Ոչ, Հայաստանը առանց հայերի տարածք է պետք նրանց։ Մենք որպես ժողովուրդ, որպես քաղաքակրթություն եւ ազգ, որևէ հարգանք չենք վայելում այդ պետությունների աչքին։ Բայց որպես տարածք նրանք այնուամենայնիվ Հայաստանը կարևոր է։ Հիմա ցարի ժամանակահատվածից գալիս է, չէ՞։ Արմենիա Բեզարմյան, Հայաստանը առանց հայերի։ Վանի կազաչեստվա էր ուզում ստեղծել։ Դոնի կազաչեստվա կար, Վանի էլ էր ուզում ստեղծել։ Եվ դուք այս առումով հայ ժողովուրդ, դուք չեք տեսնում, որ այն իշխանությունը, որը կրավորական վարք է դրսևորում Հայաստանի ռեհաբիլիտացիոն քաղաքականության, դուք երրորդ անգամ գնում եք, իշխանությամբ եք օժտում։ Դուք կարծում եք դրանից հարգանքը կավելանա մեր նկատմամբ։ Դե հիմա ունենք այն ինչ ունենք, պարոն Սիմոնյան, մենք պետք է փորձենք հասկանալ ինչ կարող ենք անել այս իրավիճակում։ Այդ 200,000-ը կամ վարչական բենեֆիտները, արժեքները կամ վարչական հնարավորությունները, որ ձեզ շպրտել են։ Հիմա էլ չկա։ Արդեն ծախսած կլինեք, որտեվ 200,000-ով ձայնը վաճառողը 2 միլիոն է տայր, այդ 2 միլիոնը այսօր արդեն չէր լինի իր մոտ։ Բա դուք 5 տարի պետք է ստիպված լինեք տանել այն իշխանություններին եւ այն համակարգը, որը ձեզ գցել է այս իրավիճակի մեջ, իր կրավորական վարքով։ Կարծում եք կտանի, որովհետեւ տարբեր գնահատականներ կան, ասում են կարող է 5 տարի չաշխատել այս խորհրդարանը։ Դե տեսնենք։ Իհարկե, ես էլ եմ կարծում, որ կարող է չաշխատել, որովհետև այն զարհուրելի իրավիճակը, որը 8-րդ գումարման ազգային ժողովի ժամանակ պահպանվում էր, ոչ համագործակցային գոնե ինչ-որ շղարշ էր ցույց տալիս, որ ժողովրդի մոտ ինչ-որ թեթև ակնարկար ասում էին կարող է այնուամենայնիվ սրանք մեկ չեն, թեպետ եւ այդտենց հարթակ չմնաց, որից որ զգուշացնենք, ասենք ժողովուրդ ջան, սրանք նույն բանն են, նույնն են, այդ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դրանք նույն բաներն են, նույն սիստեմի ծնունդներն են, ամեն մեկը իրենց ուրույն կարգավիճակում, մեկին շնորհված է իշխանություն լինել, մյուսին շնորհված է խաղարկային ընդդիմություն լինել, մյուսին բեք վոկալի ընդդիմություն լինել, մյուսին բեք վոկալի պրոիշխանական որոշակի հանգամանքներ լինել։ Շնորհապետական կուսակցությունը ընծայր մանանա երկնքից, որ ժամանակները բերեցին, որովհետև ժամանակները, եթե այն զարհուրելի ժամանակները լինեին, որով որ մետրոպոլիան այստեղ գերակայություն ուներ, մենք մի վայրկյան չէինք ապրի որպես քաղաքական ուժ, ըսկի չէին թույլ տա, որ կայանայինք։ Հիմա այդ մանանան իջել էր, աչքից ձախից հարձակվեցին մեզ վրա։ Պիտակավորեցին ամենազարհուրելի մեղադրանքները շնորհեցին։ Բա լավ, հայի հետին խելքը չաշխատեց, որ մտածեք, որ աչքից ձախից եթե հարձակվում են, ուրեմն այս մարդիկ ինչ-որ մի բան իրանցից ներկայացնում են, չէ՞։ Դե հաջորդ ընտրություններին, պարոն Սիմոնյան։ Հաջորդ ընտրություններին էլ գլխարկի մեջից Բեթմենինը հանելու, Միկի Մաուսինը հանելու եւ Ռոքֆելլերներից ինչ-որ մեկինը հանելու։ Գուցե ինչ-որ մի օլիգարխ, բայց Միացյալ Նահանգներից այս անգամ հայկական արմատներով։ Կգա այստեղ էլի 2-3 հատ տենց բաներ կանի, ժողովուրդը էլի այս կողմ, այն կողմ։ Հաջորդ ընտրություններին էլ այդ կլինի, եթե հաջորդ ընտրություններին սպասեցինք։
Պարոն Սիմոնյան, ասացիք հանրությունը չի տեսնում, որ նրանք նույնն են էությամբ, նույն շղթայի օղակներն են, դուք դրանով պայմանավորված չեք զարմանում, որ ուժեղ Հայաստանը կնախագահի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը խորհրդարանում։ Դուք պատկերացնում եք զավեշտի աստիճանի ինչքան է։ Ես հենց ընտրություններից անմիջապես հետո հայտարարեցի, որ այս ընտրությունները ոչ լեգիտիմ էին, որովհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, ասեց Հայաստանի Հանրապետությունում կոլաբորացիոնիստներ կան, օտար պետությունների շահերը ներկայացնող քաղաքական ուժեր կան, եւ պետությունը նրանց թույլ տվեց ընտրապայքարին մասնակցել։ Ամբողջ ընտրապայքարին մասնակցությունը մենք չէինք կարող բոյկոտել հենց նրանց գրանցման պահից, որովհետև գուցե եւ ժողովուրդը իմաստնություն էր գտնում իր մեջ եւ այնպեսի դասավորվածք էր ստանում ազգային ժողովը, որ ի հեճուկս իշխանությունների ապօրինությունների, որ թույլ են տվել գրանցվել կոլաբորացիոնիստներին այստեղ ընտրապայքարին մասնակցելու համար, կամ գուցե կոլաբորացիոնիստ չեն, նրանք են ստում, եթե թույլ են տվել, ով գիտի։ Հիմա հատուկ ինֆորմացիա չունենք, չէ, ԱԱԾ-ն իմ ձեռքում չի, ինչ գիտեմ։ Գուցե եւ չեն, նրանք են ստում։ Հիմա եթե նրանք են ստում, նրանք չեն, կամ նրանք չեն ստում, նրանք են, միևնույն է ընտրությունը ոչ լեգիտիմ է։ Ընտրության վերջնարդյունքը, եթե ժողովուրդը իմաստություն չի գտնում իր մեջ փոփոխություններ գնալու ի հեճուկս իշխանությունների ստի կամ հանցագործության, եթե սուտ չի, որ թույլ են տվել նրանց մասնակցեն ընտրությունների։ Գուցե եւ այդ անգամ այդ կոնյունկտուրայով ժողովուրդը ընտրում էր այնպիսի մի ուժերի, որ նրանք լուսանցքում էին անցնում։ Դրա համար ընտրապայքարը, ընտրական գործընթացները բոյկոտելը այդ փաստը գիտակցելով չէր կարելի։ Դա մեղք կհանդիսանար ժողովրդի հանդեպ, նշանակում է մենք կասկած կհարուցեինք, կհայտնեինք ժողովրդի կամ արտահայտության ողջախոհության վրա։ Բայց երբ որ կոնյունկտուրան արդեն պատրաստ է լինում եւ մենք տեսնում ենք, որ հոզ բազմությունը խաբվեց էլի, խաբվեց այդ իշխանությունների կողմից կամ ստի, կամ հանցագործության, կամ ստի գուցե նրանք այդպեսին չեն, նրանք այդպեսին էին ներկայացնում, կամ հանցագործության գուցե նրանք հենց այդպեսին էին եւ նրանք թույլ տվեցին, որ դրանք մասնակցեն ու մտնեն ազգային ժողով, ու մտնեն ազգային ժողով։ Մենք հայտարարեցինք ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքները։ Եվ ես ասեցի, որ այս ազգային ժողովը ռուսական պետական դումայի մանրակերտն է։ Մանրակերտը փորձնական մի նմուշ։ Հիմա այդ փորձնական մի նմուշը, որ ձևավորվել է, ոչ մի արևմտամետ ուժ այնտեղ չկա, թեպետ եւ գործող իշխանություններին հաջողվել է խաբել միջազգային հանրությանը եւ նրա շուրջը ձևավորված պնակալեզները ժամ պատարակ չեն գործադրում դեսպանատներում եւ դեսպանների ականջներին փսփսում են հերյուրանքներ դառնալով կամա թե ակամա Հայաստանի Հանրապետությանը թշնամի ու այդ դեսպանատների միջոցով տարված այդ աշխատանքը պրոպագանդիստական նաեւ միջազգային գործընկերների տարվող աշխատանքը ձևավորվել է մի պատրանքային իրավիճակ ասես գործող իշխանությունները պրոեվրոպամետ են։ Հիմա դուք տեսաք ձեր սառը ցնցուղը ձեր գլխին այն առումով, որ իշխանությունները թույլ տվեցին, որ Եվրոինտեգրման հանձնաժողովը ղեկավարի իրենց իսկ բնութագրմամբ ռուսական կոլաբորացիոնիստական ուժ։ Դուք հարց մի տվեք, դուք ձեր ենթադրությունն ասեք։ Հիմա ասում եք տեսան, հիմա տեսան, ըստ ձեզ Եվրոպայում տեսան։ Եվրոպայում Եվրոպացի գործընկերները։ Եվրոպան ժամանակ չունի խոշորացույցի տակ դնի, իսկ ռազմավարական հետազոտությունները եւ անալիզը հենվում է նաեւ այն ռեագենտների վրա, որոնք որ գործող իշխանությունների գովքն են անում եւ շարունակում են աշխատանք անեն։ Դրանք տարբեր մանր մանկլավիկներ են, որոնք որ եվրոպական դեսպանատների հետ կապված են, ականջներին թթված են, կոնֆերանսների են մասնակցում դուրսը, տարբեր պաշտոնյաների հետ անձնական հարաբերություններ են հարթում եւ ասում են, «Էս մեկը որ եկել է, այն մեկը որ եկել է, մի հավատացեք»։ Հիմա իրանք էլ ինչ պետք է անեն։ Իրանք հաշվի կնստեն, ենթադրենք շնորհապետական կուսակցությանը, եթե շնորհապետական կուսակցությունը իրոք ասենք ազգաբնակության 60%-ի հավանությանն արժանանա։ Մինչ այդ իրենք ժամ պատարակ չեն ծախսի, թեպետ եւ 30,000 հոգի ընտրել է այդ ուժին, ժամ պատարակ չեն ծախսի խորանալու։ Ծանրակշիռ եթե լինես, եթե 30,000 չէ, 300,000, 600,000 քեզ ընտրեն, այդ ժամանակ արդեն ժամ պատարակ կտրամադրեն խորանան, այդ մանկլավիկները, որ իրենց ականջին բզում են, ճիշտ են բզում, թե սխալ են բզում։ Նախ Հայաստանի մասշտաբները այդ աստիճանի մեծ չի, որ իրանք նստեն ռազմավարական հետազոտական կենտրոններ բացեն, հատուկ ուսումնասիրեն տեղում ինչա կատարվում։ Եվ
այնքան էլ բան չի էլ, ենթադրենք իդենտիֆիկացնեն, որ Նիկոլ Փաշինյանը տանգո է ապարում։ Մի օր խողովակները կամ պտուտակները շատ կձգեն, կսկսի ռեփ ապարել։ Ավելի շատ կձգեն, ուրիշ ուղղությամբ կտանեն, մեկ էլ տեսար Քոչարի ապարեց։ Այսինքն իրանց ձեռքն է, եթե իրանք ճնշման լծակ ունեն, թե ոնց կվարվի կոնկրետ սուբյեկտը, նրանք հեգնած ունեն ալտերնատիվաների հնարավորությունների վրա, որտեղ Հայաստանը դիտարկվում է որպես օբյեկտ նրանց կողմից։ Նրանց հիմա ում նկատի ունեք կոնկրետ։ Եվրոպային, Արևմուտքին եւ առհասարակ բոլոր խաղացողներին։ Հիմա օրինակի համար Վլադիմիր Պուտինն էլ այդքան էական չի, այստեղ Ռոբերտ Քոչարյանը կլներ, Սամվել Կարապետյանը, թե Նիկոլ Փաշինյանը։ Այ խիստ էական կլներ, որ հանկարծ Գուրգեն Սիմոնյանի նմանները չլինեին։ Որովհետև վերոնշյալ պարոններից 3-ից 1-ն էլ որ լիներ, նրանք իրենց ագրեսիվ քաղաքականության զգալի տոկոսը կկարողանային ապահովել տեղում։ Լավ, այդ վերոնշյալ 3 պարոնները եւ նրանց աջակիցները, ովքեր դեսպաների ականջներին ինչ որ բաներ են փսփսում, նրանց հավաքական մեկ նպատակը ո՞րն է։ Եթե Ռուսաստանի հետ լինելն է, մենք Ռուսաստանի հետ ենք։ ՀԱՏՄ-ից դուրս չենք եկել, ՀԱՊԿ-ի հետ, ինչպես ասացիք, սառեցված շարունակում է մնալ, ձև ենք տալիս, թե մենք Եվրոպայի հետ համագործակցության են գնալու, ազատականացնելու են մեր շուկաները։ Հարգելի Էլիզա, որովայինը, երբ որ բոլոր օրգանների մեջ որովայինը, ստամոքսը գերակայում է, արդեն նրանք մեղմ ասած, գուցե մի մասը ինքնախաբեության մեջ է, որովհետև կոգնիտիվ դիսոնանսից դուրս գալու համար գիտակցական անհավասարակ շերությունից դուրս գալու համար դա Ֆիլիպ Զիմբարդոյի բերած մոտեցումն է 1976 թվականին Պալո Ալդո քաղաքում Ստենֆորդի համալսարանին կից նման գիտափորձ կատարվել է, ես ինձանից ոչինչ չեմ հորինում։ Զիմբարդոն ասում է, մարդ արարածը դաստիարակվում է այն հանգամանքում, որ որևէ մեկին հաճելի չի գիտակցել, որ ինքը սրիկա է։ Դրա համար ինչ որ մի սրիկայություն անելուց առաջ կոգնիտիվ գիտակցական ցնցում է առաջանում նրա մոտ, դիսոնանս է առաջանում։ Այդ կոգնիտիվ դիսոնանսից դուրս պրծնելու համար նրան բացատրություն է պետք, թե ինչի այդ քայլին դիմեց։ Ինչի չսատարեց Գուրգեն Սիմոնյանի, ենթադրենք, մերիտոկրատական շնորհապետական կուսակցությանը։ Որովհետև դուրս է գալիս կոգնիտիվ դիսոնանսից։ Դե մեր սրա նրա հետ համագործակցության հնարավորությունից։ Որտեվ եթե այդ պատճառաբանությունը չբերի, ստացվում է ինքը սրիկա է, ինքը կերակրեց այս ազգային ժողովի այս տեսքը, այս տիպը իր մասով։ Էական չի քանի տոկոս չափաբաժնով։ Մեկը կասի, որ, չգիտեմ, կայուն գիտելիքներ ունի, կայուն գիտելիքների վրա հիմնված վերլուծություններ է անում, ինքը չի ուզում գիտակցի, որ կայուն գիտելիքներ ունի, որտեղ պրոֆեսիոնալ մարդը կարող է տանի կապի մեծամտության հետ, որ դուրս գա կոգնիտիվ դիսոնանսից։ Այդ մարդու հետ չեմ կարողանում շփվել, մեծամիտ է, դուրս է գալիս կոգնիտիվ դիսոնանսից։ Որտեվ եթե այդ պատճառաբանությունը ինքը օբյեկտիվորեն նայի տեսնի, որ դա մեծամտություն չի, կայուն գիտելիքների վրա հիմնված վերլուծությունները մարդը հասկանում է ինչ է ասում, ռետրոսպեկտիվ անալիզ արեք, նրա ասած վերլուծությունները ու տեսեք քայլ առ քայլ ոնց է դա իրականանում։ Եթե ինքը օբյեկտիվ նայեց այդ հանգամանքից, ստացվում է ինքը սրիկա է, որտեվ ինքը կերակրեց այն իրավիճակը, որը Հայաստանում տեղի ունեցավ։ Հիմա սա է պատճառը, որ կոգնիտիվ դիսոնանսից դուրս գալու համար մարդիկ տարբեր պատճառաբանություններ են բերում։ Դրա համար դուք կտեսնեք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը ձայներով է օժտում Վարդևանյանին, որ տարբեր տեսակի պաշտոններ են բաժանվում, որ կուլուարներում եւ միջանցքներում լավ էլ իրար հետ կծիծաղան, կհամագործակցեն, չէ՞ թեպետ եւ առողջ համագործակցությունը պետական շահերի համատեքստում դա նորմալ է։ Բայց ես մինչև այսօր, բացի անձնական հարցերից, որևէ պետական հարցի վերաբերյալ դիսկուս չեմ տեսել։